Musa Production Սրտի տանիքներով Երկու ընկերներ, որոնք ունեին փայլուն աշխատանք, կոմֆորտ զոնա, լավ վարձատրվում էին, դա շատ դժվար է, երբ որ դու այդ ամենը ունես, հանկարծ գնում ես դեպի անորոշություն ու երազանքիդ ետևից։ Ումն էր գաղափարը առաջինը, ով տարավ մյուսին։ Համատեղ էր, դժվար է ասել, որ մենք միշտ իրար հետ ենք ոնց որ թե հանդիպումների գնացել, թե առասարակ առօրյան մեր օրը սկսել ու միշտ մեքենայի մեջ ճանապարհին քննարկումներ, տարբեր կյանքի մեքենայի մեջ ներվայնանում ենք, Այսինքն ինչ-որ բան չէր բավարարում, այն ինչ-որ դուք անում եք, դա ձեզ չէր հերիքում։ Մեր արածի մասով մենք գոհ էինք, բայց միայն մեր արածով չեն կարող սահմանափակվել, որտեվ այդ ամեն ինչը խոստում է, որ դու հաճախորդին ինչ-որ ապրանք ես ներկայացնում, վաճառքի ինչ-որ process-ի մեջ ես մտնում, դու նաև ինչ-որտեղ քո դեմքով ես երաշխավոր լինում այդ ամեն ինչին, որտեղ մարդը ընդունում է քեզ, քո խոսքը, հավատում է քո խոսքին, անկախ պայմանագրից եւ այլն, եւ նաև բարոյական պարտավորություն ես զգում քո առաջ, թե չի կարելի էլի մարդուն ինչ-որ բան խոստանալ եւ չանել, եւ տենց հերթական ոնց որ հաճախորդով մեզ ոնց որ բերեց նրան, որ մենք մի փոքր մեր խոստումներից շեղվել ենք, դա մեզ շատ ջղայնացրեց, վիրավորեց միջև հոգու խորքը, եւ մենք տենց քննարկելով, ճանապարհին գալով, խոսալով, պատկերացնում ես ինչ լավ կլինի, եթե կարողանանք նենց ընկերություն հիմնենք, որ իրոք էլի ամեն ինչ ասում ենք, պետք է արվի պատշաճ որակով ժամանակին, առանց խաբեությունների, առանց մանր պայմանագրի ինչ-որ տակը բաներ դրույթներ գրելու, այտենց գաղափարը ոնց որ այդտեղ ծագեց։ Այդ պահին ոնց որ խոսելիս քննարկեցինք, դե Արոն միշտ իր ոճի մեջ ասեց 100% կլինի, անելու ենք, կլինի բան, ասի մի րոպե մի հատ հաշվենք, տեսնենք ինչա, փող չունենք, որտես փող, սպասի հաշվենք, ասում են ինչ փող, ասում են ոնց կլինի, փող առանց փող չի լինում այդ ամեն ինչը, հասկանում ես, ասում են առանց փող չի լինում, ասում են կգտնեմ փողը, կլինի ասում են որ դու ստի գտնես, դու պատկերացնում ես այդ ինչ թիվ է, ասում եմ դու կարաս թիվը ասես, մի հատ նոթբուք ուներ, այդ մի նոթբուքներ միշտ զայրադնիկը չէր աշխատում, չարչարվում էինք այդ նոր ճառում էր արդեն, այդ վաղ շնած աշխատում էինք, սենց վերջի են, որ սենց արդեն տանջալից մի հատ պահեր, նոթբուքով գրում էր բիզնես պլան ոնց պետք է լինի, այսինքն մենք չենք պատկերացնում, որ օրինակ տեսեք, որ ինչ-որ միտեղ որ աշխատում ես, նայում ես գործատուն ոնց է քեզ վերաբերվում, հերիք չի, որ դու պետք է մի հատ նոր բիզնես բացես, նաև պետք է քեզ պատկերացնես որպես գործատու, ոնց ես լինելու, ու դու քեզ որ կողքից նայում ես, դու ոնց ես քեզ պահում, ասում ես, այստեղ սխալ արեցի, այստեղ ճիշտ արեցի, այստեղ հետո այդ կտորների մեջ, որ սկսում ես լավն ու վատը անել, ժամանակի ընթացքում հասկանում ես, որ այդ սա սիմուլյացիա է, դա սա սխալ է, այսինքն դու պետք է պահես քեզ նենց, ոնց որ դու կաս, ոնց ես դու ուզում, որ քեզ վերաբերվի քո գործատուն, օրինակ, ես ուզում եմ, որ ինձ ուշադրություն դարձնի, ես ուզում եմ, որ ինձ անպայման լավ պրեմիաներ տա, ես ուզում եմ նոր տարուն ինձ, չգիտեմ, մի հատ լավ պատվոգիր նվեր տա, մի հատ ուզում եմ կանչեն, մի հատ ծափահարեն, այդ սաղ մտցնում ես ներսդ, ու պետք է հիմա տաս, ու դրա վրա անպայման պետք է ավելացնես էլ, որովհետև ժամանակները փոխվում են, դու չես կարող հետ մնաս այս ամենից։ Ու ժամանակի ընթացքում հասկացանք, որ այն ինչ ներդրումներ իհարկե որ արվեցին Իտալիայից, բերեցինք Հայաստան, լավ ընկեր ունեի, Հայկ անունով, իդե բարևներ Հայկին։ Այդ մարդը հավատաց մեզ, այդ մարդը հավատաց մեզ ու քայլեր։ Հայկը մեր ձեռ բռնեց գործին, ասեց, որ ես հավատում եմ ձեր բիզնեսին։ Չնայած ինքը լրիվ արևայինի համար էր զանգել։ Ու հիշեցին։ Այնքը որպես հաճախորդ է դիմել։ Դուք ասած ընդհանրական ասացիք, բայց այնքան անկյուններ կա, որ ես ուզում եմ մենք բացելով միասին գնանք։ Ես տեսա, երբ որ դուք սեղան չունեիք օֆիսում։ Ուղղակի այդ մի համակարգիչն էր։ Ու մենակ այդ տեսակ, ու
Այնտեղ մի 40 աստիճան տաքություն կար։ Այդ չտեսա։ 3 ամիս բետոնի վրա, դա շատ ծանր էր։ Բայց ես լուսանկարում մարդիկ հիմա տեսնեն այդ լուսանկարը։ Իրոք լացելու չլինի, որ սենց վայ լացելու էսից ծանր է, բայց իրոք ծանր է, շատ ծանր է։ Բայց շշմելու է, ես անկեղծ եմ ասում, այսօր այնքան կարիքը յուրաքանչյուրս ունենք հավատալու այդ երազանքի պատմությանը։ Երբ որ մարդ սկսում է մի բիզնես, ինքը գումար չունի, ինքը ունի երազանք, երկու ընկեր, ովքեր որ միմյանց հույս ու հավատ են ներշնչում, իրար են հավատում առաջին հերթին ու կարողանում են դա հիմնել մի ընկերություն, որի մասին մենք այսօր միասին խոսում ենք ու արդեն ինչպես ասացի, շատ շատերն են խոսում։ Որ քնարիկը խոսում է միտեղ գովազդանում, ասում եմ մորքուրիս աղջիկն է։ Այդտենց սրտացավ մեզ։ Ես ձեզանով որտեվ հպարտանում եմ, որտեվ դուք ինձ համարել եք մոտիվացիա ու ինձ թվում է մեզ դիտող մարդկանց համարել եք մոտիվացիա 0-ից մինչև դեպի երազանք։ Բայց ի՞նչն էր քեզ ներշնչում այդ հավատը, որ դուք կարողանաք ոտքի կանգնել։ Երևի այդ լիրիկան չպատմեմ, բայց երևի երազանքը։ Երազանքը ոչ թե ունենալ company, որը որ կարա, որից է ինչ-որ մի փոքր բան ցույց տա իրան այս երկրում, այլ այն ինչին դու հավատում ես, ուզում ես որ լավ ապրես, ուզում ես որ բարեկեցիկ լինի, նաև ուզում ես որ քո աշխատողները, որոնք որ մարդիկ պրոստը գործի չեն գալի, որտեվ ժամն է գործի գալու, այլ գալիս են բարի հաճույքով ինչ որ նպատակների համար, 84 աշխատակից ունենք, 84 աշխատողներին կարամ ասեմ, որ իրանք այսօր այդ մեր կարգախոսը, որ դեռ ժամանակն է ստանալ ավելի, իրանք դա կոնկրետ վերաբերվում է, որտեվ հենց այդտեղ է այդ գործատուի գաղտնիքը։ Որ պետք է իրանք հենց այդտենց նայես։ Այ դուք ամեն ինչ ձեր մաշկի վրա եք զգացել, չէ՞, որովհետև եղել եք ներսում ու վաճառքի մասնագետներ եք եղել, բախվել եք այդ ապտակներին, այդ վիրավորանքին, այդ անարդար վիրավորանքին, որովհետև երբ որ մի բան խոստացել եք ու դա այդ պահին իրագործելը ձեր ուժերից վեր է եղել, այն առումով, որ դուք դրա պատասխանատուն չէիք անմիջականորեն։ Այ ներսից այդ ամենը իմանալը ու հիմա այդպիսի վերաբերմունք ցույց տալ արդեն ձեր աշխատակիցներին, ովքեր ձեզ հետ են աշխատում, ում տնօրեն ղեկավարն եք դուք, բայց ես տեսնում նաև ձեր շփումը ձեր աշխատակիցների հետ, որը որ շատ ջերմ է, շատ մարդկային է, բայց դա այնքան դժվար է, որովհետև երբ որ դու լինում ես շատ ջերմ, շատ անմիջական, շատ մարդկային, մի հատ սուբորդինացիա կա, որը խախտվում է։ Ու միշտ չի, որ դա լավ արդյունքի է բերում։ Ոնց եք այդ ճիշտ եզրը կարողանում պահել։ Փորձում ենք ամեն ինչ անել, Արոյի ասած սկզբունքով, որտեղ ճիշտ գոյություն ունի, ճիշտը պահում ենք դրական իմաստով, այսինքն վերցնում ենք, պրոյեկտում ենք մեզ վրա, տեսնում ենք, թե մենք եթե լինեինք հակառակ դերում, անպայման պիտի պրոյեկտես քո վրա։ Ոնց ճիշտ կլիներ, որ մեզ հետ վարվեն եւ վարվում ենք այտենց։ Ու մեզ հետ մի կողմից եւ հեշտ է աշխատակիցներին այդ առումով, որ մենք անմիջական ենք, ընկերական ենք եւ այլն, բայց մյուս կողմից էլ շատ դժվար է, որովհետեւ տես ասեցիր, դուք եղել եք վաճառքի մասնագետ, ու մենք իրոք լավ վաճառքներ ենք արել, մեծ ցուցանիշներ ենք ունեցել, լինելով վաճառքի մասնագետ, ամեն ինչը դու արդեն այլ աչքով ես նայում, այսինքն նույն վաճառքի բաժնի ղեկավարը, աշխատողը, երբ որ քո հետ շփվում է, ինքը գիտի, որ դու արդեն այդտեղ level ունես հասած, որ ինքը շատ բաներ չի կարա, ուրիշ ղեկավար ինչքան էլ ուզում է MBA ավարտած լինի, չգիտեմ, Փարիզից կա, Ֆրանսիայից, Ամերիկայից, ինքը որ մեջը չի եղել, ինքը որ սովորական սելսմեն, զորով չի, էլի։ Պետք է մարդկանց դուրը ծեծես, պետք է անցնես, որ այդ բոլոր նրբություններից տեղակ լինես, ու այդ տեսանկյունից հակառակ կողմին, այսինքն այս պահին մեր խնդրով մտած աշխատակցին շատ դժվար է մեզ ոնց ասեմ, խափել չասեմ, էլի, ինչ-որ մի բանը սղացնել, ներկայացնել նենց ոնց որ, չգիտեմ, իրավիճակները արդարացնել իրոք։ Եվ այլն, որտեղ իրանք գիտեն, որ մենք A-ից B տիրապետում ենք ամբողջ։ Ասում եմ, քիչ ուզեց պրոյեկտը, չի կարա։ Ասում եմ, այնտեղ ուրիշ մարդ կա, այնտեղ ուրիշ արևային կա, դու նյուժելի չես զգում, որ այդ մարդը քեզ ասում է գնա, չեմ ուզում, բայց չի ուզում քեզ նեղացնի։ Ու տենց էլ լինում է, որովհետև իրանք դե Ռուբի ասած իրանք գիտեն, որ մենք սերզ ենք եղել, մենք վաճառք ենք արել, բայց այն
Քանի տարի ռուբն ա եղել, ինչքան տարի է արդեն երևի։ Ես սա կյանքս այդ ոլորտի մեջ եմ մենակ այդ եմ արել, այսինքն մենք երկուսս էլ այդ նույն ոլորտի մեջ ենք, չնայած հիմա որպես գործատու արդեն սաղ փոխվել է։ Ինքը հաշվարկների մեջ է, ես ավելի մարքեթինգ, վաճառք այդ բլոկի մեջ ենք, չնայած հիմա արդեն խառնվել ենք իրար։ Այն վաղ ես ասում էի մարքեթինգի վրա մեծ գումարներ պետք է դնենք, ես գոռում էր ասում էր ախպեր, փողա պետք դրա տակ լինի, հերիք է, այդ ինչ փողեր է, այսքան միլիոն, այնքան միլիոն, այս ինչ թվեր է։ Հիմա փոխվել է, հասկանում ես, որ հիմա ես եմ ասում, դե հերիք է։ Հիմա ինքն է ասում, մի րոպե, արի զսպ ենք այս ակցիան, ես ասում չէ, պետք է անենք, եւ ավ տեղերով փոխվել ենք ու մեկս մյուսին միշտ լրացնում ենք, էլի։ Մենք շատ այնց աշխույժ քննարկումներ ենք էլի ունենում, մենք արանք ընդհուպ նեղանանք, դիտվենք, թողենք գնանք, հակասություններ ա լինում, դա ոնց է լուծվում։ Շատ հանգիստ, մի 10 րոպե ասում է, չի խոսում հետս, հետո մի 15 րոպե հետո նույնն էլ ես, էլի, իսկ ով է կոմպրոմիսի գնում։ Մենք երկուսս էլ այդպես չի եղել։ Այ հենց այդ սկսես մտածել, որ կռիվը կա, ով է գնալու կոմպրոմիսի, արդեն ինչ որ մի բան փչանում է։ Չէ, այդ շատ լավ է, փառք Աստծո, այդ հարցով լավ ենք։ Իմ կարծիքով Գնարիկ ջան, պետքա առաջի հերթին դու քո գործընկերոջ հետ, երբ որ ինչ որ մեկի հետ դառնում ես գործընկեր, դա պետքա դրան նախորդի իրոք անկեղծ եւ པարզ ընկերությունը եւ պետքա մարդիկ ոնց ասեմ, պիտի սիրեն իրար մարդիկ, էլի, եթե դու ինչ որ մի մարդու հետ ես գործ բռնե, որ տարբեր աշխարհայացքի մարդիկ եք, չգիտեմ, այն մեկը լրիվ այլ բաների մեջ է, կոպիտ ասած, այն մեկը դասական երաժշտության կողմնակից է, այն մյուսը հայկական ու մենակ դա տենց չի լինում, էլի, իրար մարդիկ պիտի ընդհանուր արժեքներ ունենան, ընդհանուր պատմություն ունենան, ընդհանուր աշխարհայացք ունենան եւ այլ եւ իրականում պետք է սկզբից լինի ընկերություն, հետո դրա հիմքի ուժեղ ամուր ընկերություն, որը ինչ որ փորձություններ է անցել, որը որ տարիներ մենք միջև հիմնելը մի 2.5-3 տարի համարյա իրար հետ անցել ենք ընկերական այդ բոլոր փուլերը, ընկերացել ենք եւ այդ պահին, երբ որ մենք հիմնում ենք այդ գործը, այն տպավորություններ ոնց որ մենք երևի փոքրուց բարուրից իրար հետ մեծացել ենք, հա, որովհետեւ արդեն իրար ամեն ինչը գիտենք, թե ընտանեկան, թե անձնական, թե խնդիրները, թե մեկս մյուսի վարկ մարելը, գալիս ինձ ասում են նստի ավտոն գնում ենք վարկեր հետ մարենք։ Ասում եմ տղա ջան, ես փող չունեմ, ես ստացել եմ, արի այսօր վարկեր հետ մարեմ։ Խառնվել է։ Այդ տենց էր էլի, բնենց վիճակեր, որ հա։ Բայց դուք մի ընկերությունում եք աշխատում, որտեղ տարբեր մարդիկ էին, չէ՞, աշխատում։ Այ յուրաքանչյուրդ մյուսի մեջ ինչ հատկանիշ նկատեցիք, որ ասացիք, այ էս իմ ընկերն է։ Օրինակ Արան ինչով քեզ հետաքրքրեց որպես մարդ։ Արան իր տարօրինակ պահվածքով ինձ հետաքրքրեց։ Առաջի մարդն էր, որ ասում է դու նորմալ ես միշտ, ասում ապեր դու նորմալ ես։ Նայում եմ ինչ որ ուրիշ ձևի մարդ է, էլ ինչ որ շատ անմիջական է, շատ այնց դե առաջի շփումները եւ այլ միշտ բարձր ստիծաղով, միշտ իր պոզիտիվ լինելով, չգիտեմ, sense շուրջը մարդկանց համախմբելով, բան մի անգամից ասում ես մարդը ինչ-որ տարբերվող է սաղից, ու դու փորձում ես հələ մի հատ մոտիկանաս, հասկանաս եւ այլն, ու տենց մի քանի անգամ գնացինք իրար հետ համատեղ հանդիպումների, վաճառքների, ու ես հասկացա, որ մարդը լրիվ ուրիշ բան անում։ Ես այդտեղ լրիվ ուրիշ բանի համար եմ եկել մարդը, լրիվ ուրիշ։ Բայց եկել է վաճառքը։ Եկել ենք ոնց որ նույն գործի համար, որ գործը ստացվի, բայց հետո անալիզ եմ անում, էլի ասում ես մարդը խոսում է էմոցիաներից, ինչ-որ լրիվ այլ կերպ հարցեր է տալի հաճախորդներին, կարող է պահիտակ նենց անի, ինչ որ անձնական հարց տա հաճախորդին եւ այլն։ Այսինքն իր մոտեցումները լրիվ այլ էր, ու մենք այդ սխեմայով սկսեցինք աշխատել։ Ես առույցն էի կոտրում, ինքը տեխնիկական։ Առաջի 10 րոպեն ընկերանում էր հաճախորդի հետ, ծառույցը կոտրում էր, էմոցիա էր տալի, այդ մարդը արդեն բաց էր։ Ինչքան վախտա չեն կարել։ Ստացվում էր, նոր լսում էր ինքը։ Ես այն օրն էի դաժե ասում, ինչքան վախտա վաճառք չեն կարել։ Կարոտ ես։ Իսկ աղա էքսպերիմենտի համար մի անգամ նորից կրկնենք։ Չէ, ֆիզիկապես չեն կարծնում։ Մեր օրինակ թե վաճառքի ղեկավարը, թե մեր տղեկ աղջիկները որ գնում են վաճառք անելու, միշտ ասում են ռուբքել մի օր գնանք, նայենք ոնց է։ Մենք իհարկե շուկան ուսումնասիրում ենք, բայց անհանդապես տեսնենք ոնց է, բանա փոխվել ընդհանրապես։ Չեք ժամանակ չի լինում հասնենք այդ կետին մի հատ տեսնենք ինչ փուլում է, մեկ-մեկ կարող է ինչ որ կենտրոնում միտեղ մի հաճախորդի տեսնենք սկսի պատմել, ասես մի քիչ մոռանում ես դու ինչ էիր անում, հիմա ինչ ես անում։
Չէ, բան չի փոխվել, իրականում ինչքան ուզում ես գրականություն ընթերցի, ամեն տրեյնինգի մասնակցի, ինչ ուզում ես նայի, միանշանակ հիմքում հաճախորդի հետ շփման այդ կոնտակտն է, այդ մարդկային կապը եթե չեղավ, այդ կոնտակտը եթե չեղավ, ինչքան ուզում ես շահավետ բան առաջարկի։ Եթե ինքը քո դեմքը չհավանեց, քո պահվածքը, քո խոսքը, այդ առաջին կոնտակտը եթե չեղավ մարդը, ինչ ուզում ես դու հետո ներկայացրա, ինքը լսելու է, ասի կմտածեմ ու ոչ էլ հետո մտածելու է։ Բայց ես ուզում եմ Արայի կարծիքն էլ լսեմ Ռուբենի մասին։ Ինչը գրավեց, որ հասկացար Արա, որ Ռուբենի կարող եմ իր հետ ճանապարհ գնալ։ Ուրեմն ի սկզբանե երբ որ աշխատում ենք, որտեղ որ ծանոթացել ենք, այս ոլորտում, այս նույն ոլորտում ենք աշխատել, իդեպ անունը չտամ, բայց շատ շնորհակալ ենք իրարից։ Այո, շատ լավ փորձ ենք այդտեղ ձեռք բերել։ Փորձ են տվել մեզ մարդիկ եւ նաեւ սովորացրել են, ծանոթություն ենք ձեռք բերել։ Այդ վաճառքի ժամանակ, երբ որ մեր աշխատակիցներից մոտ մի 4, չէ, թե 5 հոգի։ 5 հոգանոց թիմ ենք, 4-5։ Սենց փոքր թիմ ենք, այսինքն մեծածախ եւ մանրածախ տղեկի հետ հերթով հանդիպումների էի գնում, մեծ վաճառք էի անում ու այդ մեծ վաճառքի ժամանակ եւ էմոցիա, եւ տեխնիկա, եւ մարդկային բարձր որակ, եւ այդ բոլորի մեջից Ռուբի մեջ այդ փունջը կար։ Այսինքն այդ փունջը ես գտա, որ այս մարդու մեջ այդ ամեն ինչը կա, բայց իհարկե ամենակարևորը որ մարդկային արժեքը իր համար առաջի տեղն է ու ես միշտ ասում եմ թեկուզ կենացների վրա ասում եմ ինքը իր որակը չպետք է փոխի ու ինքը գնալով դի բարձրանա, որտեղ իր մարդկային որակը շատ բարձր է։ Ինքը ընդօրինակելի մարդ է այսօր։ Ու այդ շատ լավ է որ իրար հասկանում ենք։ Բայց այս կյանքում ամենադժվար բանը, ես դա էլի եմ ասել Մհեր Մկրտչյանի խոսքերը, որ հաջողությանը դիմանալն է։ Միանշանակ, գայթակղությունը։ Ես շփվում եմ ձեզ հետ, այլ մինչև հաղորդումն էլ չէ, մենք հանդիպել ենք, զրուցել ենք միասին։ Ես ձեր մարդկային որակներով հիացած եմ։ Ու ես այնքան եմ ուզում, որ դուք չփոխվեք, բայց այդ փոխվելը անկախ մարդուց է լինում։ Մարդ չի գիտակցում, որ ինքը գնում է, փոխվում է, բնավորությունը, հայացքը, տրամադրությունը, մարդկանց հետ վարվելակերպը, այ ոնց է կարողանում վերահսկել ձեզ։ Փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ ունենք։ Ես իր հետ պայմանավորվել եմ ինքը իմ հետ։ Իրականում տենց է։ Եղել է, ի սկզբանե է եղել պայմանավորվածությունը։ Որտեղ գիտեիք որ շատ հեռուն եք գնալ։ Ինչ եթերով է, կոպիտ կլինի, ասում էր հենց գաս մի քիչ փոխվել եմ։ Ես մտ ուժեղ խփես, քեթիս ասում էր ուժեղ խփվեմ։ Ասես մի հատ հանգստացի, ես ինչ չէ, այդ գիտեք ինչ մարդուց էլ է շատ։ Այդ նույն հենց իմ ասած մարդկային որակից է։ Եթե որակապես դու լավը չես, դու անորակ մարդ ես, դու անպայման փոխվելու ես։ Вообще փոխումա փողը, չէ՞։ Փողն է, չէ՞։ Դե ասում եմ փողել կա, փողել կա, շատ փողել կա։ Ոնց որ ձիպես քանա, նայ, քնարիկ ջան, այդ որ դու իրան հանգարց նստում ես ձի վրա ու ճիշտ չես սարում, սանձում, ինքը գցում է ոտերի տակ, անպայման։ Եթե դու իրան կարողանաս ճիշտ բռնես, կգնաս առաջ։ Ինչ որ ժամանակի ընթացքում էլ իհարկե ամեն բարդություն դեմդ գալու է, մինչև այսօր էլ գալու է։ Մենք շատ խոսում ենք այդ թեմայով։ Անպայման մենք ինչ որ պիրուտը մեկ 3 ամիս ասեմ 6 ամիս, սա չգիտեմ, բայց անընդհատ տենց ինչ որ դրվագներ ա լինում իմ կյանքում, որ ես զգում եմ, որ կարող է ինչ որ բան հետս այն չի, ես գալիս եմ փորձում կիսվեմ, ասում եմ, սենց ինչ որ տարօրինակ ձև ինձ պահեց այս սիտուացիայում, կարող է սենց չպետք է անեի, բան կողքից ասում եմ, սենց չէր, նենց էր, մենք քննարկում ենք անդադ եւ հասկանում ենք, որ այդ խնդիրը կա, փոքրիկ թեկուզ, վտանգը կա միշտ, որ այդ խնդիրը կարա զարգանա ու չենք թողում միշտ ոնց որ աշխատում ենք մեր վրա, որ չգիտեմ, առաջվա պես թե մարդկայինը պահենք, թե ամեն ինչ ու մեծ մոտ կարծում եմ կստացվի, որտեվ սենց ասեմ էլի, նաև շատ կարևոր է իհարկե սենց չառանձնացնեմ այդ ինչ-որ սեգմենտների չբաժանեմ, բայց մի հատ լավ ասացված կա, ասում է, если у вас в детстве не было велосипеда, а сейчас у вас Bentley, всё равно у вас в детстве не было велосипеда։ Մենք փառք Աստծուն հենց ընտանիքներից ենք, հենց միջավայրից ենք դուրս եկել, միջին վիճակագրական չեմ ասում, եսի ինչեր ենք ունեցել, բայց ընդհանուր գոհ ենք եւ մեր ծնողներից եւ այն միջավայրում, որտեղ մեծացել ենք, որ ամեն ինչն էլ տեսել ենք,
եւ դժվարություններ եւ հաջողություններ, մեծացել ենք լավ շրջապատում, լավ սցենարը նման է, էլի։ Այսինքն շատ նման է մեր մանկությունը, մեր խնդիրները, մեր մի խոսքով էլի շատ նման է, ու այդ առումով մենք նես չի որ առաջի անգամ ինչ-որ բան տեսես արմացել ենք, էլի, այդ առումով լավ է, որ այդ փորձը կա, այն Արոնն էլ իր մոտ փորձ ունի, իմ papan էլ տես տարբեր թե հաջողություններ են մեծ ունեցել, թե սխալներ ա եղել, այդ ամենը մենք կողքից տեսել ենք եւ հավատացնում եմ, որ վերլուծելով գնում ենք առաջ, փորձում ենք չկրկնենք։ Արևային կայանը ինքը 100 դրամ չի, բայց նաև ինքը մաչելի է այն առումը, որ մարդիկ դադարում են վճարել։ Այո։ Ֆանտաստիկա, որ ուղղակի հոսանքիդ համար չես վճարում։ Տաքանում ես, ջերմանում ես, լուսավորվում ես, բայց չես վճարում։ Ու անգամ եթե ապառիկով ես վերցնում, հիմա ձեզ դեռ ինֆորմացիան եմ ներկայացնում, բայց հա, այդ անգամ ապառիկը մարդ 40%-ով քիչ է, չէ՞, վճարում հոսանքի դիմաց։ Զգալի գումար է, որը վաստակեցիք, ինչ արեցիք, դες լավ ավտոմեքենաներ գնեցիք, տուն գնեցիք, թե գործի մեջ ներդրեցիք։ Այդ ցավոք էս գործը մի փոքր հեսա ես քեզ իր մաթեմատիկան մոտավորապես բացատրեմ, դու էլ հասկանաս, որ այո, գումարների ծավալը չափը մեծ է իրա, բայց այդտեղ նրբություններ կան ինչ առումով, շահույթի առումով, ինքը իրականում այդպես ասած շատ բավականին այլ շահութաբեր բիզնեսներ կան այս երկրում։ Այդ եկած գումարի մեծ մասը այդ կայանի պատրաստման համար նյութածախսն է։ Այսինքն քեզ այո 10 միլիոն, 20 միլիոն, 100 միլիոն կարա լինի պայմանագրի արժեքը եւ կողքից որ նայում ես ինքը մեծ գումար է 100 միլիոն դրամ մի կայանի համար եւ այլն, բայց այդ 100 միլիոնից զգալի մաս, հիմա չասեմ ինչքան, բայց զգալի մաս իր նյութածախսն է, իր սպասարկումն է, իր հետագա պատվերներն է եւ այդ մեծ գումարներ նույնիսկ երբ որ եկել են եւ շարունակում են, մենք ամբողջը ներդրել ենք էլի ապրանքի մեջ, որպեսզի անընդհատություն դու պետքա ունենաս, դու չես կարա մի պահ լավ աշխատես, հետո թողես ու ծավալների աճելու հետ մեկտեղ դու պետքա այդ սա հասցնես։ Այդ ապրանքը ներկրվող ապրանք է, ինքը ցավոք այնպես չի, որ ստեղ Հայաստանում արտադրություն կա, կարող ես գնալ ձեռք բերել։ Իրան 3 ամիս, 4 ամիս շուտ պետք է պլանավորես, հստակ հաշվարկ ունենաս, կանխատեսես քո այդ աճը ինչքան է լինելու եւ այլ եւ ամեն ամիս դու մեծ պատվերներ ունես արտերկրից, մենք հիմնականում բոլորը ներմուծում ենք Չինաստանից, որովհետեւ այսօր այդ երկիրն այդ սֆերայի անբեկանելի առաջատար է ինքը։ Այդ երկիրը ունի սիլիցիում, ուրիշ երկիր չկա ուր դեղա։ Շատ ֆանտաստիկ երկիր է այդ տեսանկյունից, բայց դու այդ եմ ասում, դու պետքա միշտ գումարները ճիշտ պլանավորես, պատվերներդ նախապես կատարես, որպեսզի այնպես չլինի, որ քո վաճառքը աճեց, դու տակը ապրանք չունենաս։ Իսկ երբևէ տենց եղել է։ Սկզբից եղել է շատ ճգնաժամեր, բավականին մեծ գումար առաջի տարում, երբ որ նոր բացվել ենք, բավականին մեծ գումար, որը կարար ինչ-որ տոկոս շահույթ բերեր։ Մսխել ենք նաև այդ պատճառով, որտեվ նոր էինք, շատ բաներ, շատ հնարավորություններ չունենք, այսինքն գիտենք, որ դա տենց է կարգը, բայց օրինակի համար առաջի մի հատ մեծ պատվեր տալու համար 200 քանի հազար դոլար փող է պետք, բայց դու ունես 2, 3, 4, լավ 10 միլիոն դրամի մուտք։ Դու չես կարող 10 միլիոնով 200,000 դոլարի ապրանք պատվիրես Չինաստանից, այնտեղ նրբություններ կա, հասնես այդ լեվելի, Փաստորեն շահույթ չեք ունեցել, բայց դուք շատ կարևոր մի բան եք ստեղծել, ձեր հեղինակությունը ու վստահությունը, որովհետև մարդիկ այսօր ուզում են վստահեն այն ընկերությանը, որը ընտրում են, ուզում են որ վստահելի լինի, իրենց չխաբեն, ու ամենից դժվար բանը մաքուր անուն, լավ անուն ստեղծելն է։ Դուք ստեղծել եք ձեր մաքուր անունը։ Տուժվել եք, բայց ստեղծել եք ձեր անունը։ Տուժվելու հաշվին է, որտեվ մենք երկարատև ենք նայում այդ հարցերին։ Այս ոնց ես խաղում, եթե կարճ ես խաղում։ Եթե կարճ ես որոշը խաղաս, ագահաբար ուզում ես ունենալ։ Այտենց կա, անենց չկան։ Մեր երկրում ցավոք սրտի կա այտենց փորձեր կան ու այս ոլորտը չի մենակ, տարբեր ոլորտներում կարճ խաղում են, կորում են։ 2 տարվա պլան ունեն։ Դե իհարկե ֆիզիկապես ֆիզանձը չի երաշխավոր կանգնում, կամփանին է կանգնում, բայց ռուբի ասած մարդկային որակը, բայց դեմքը դու քաղաքում Երևանցի ենք, ման ենք գալի, մարդիկ նայում են, մենք մարդիկ կան գալիս են, շատ մարդիկ շնորհակալություն են հայտնում, ասում լուրջ, ես օրինակ գնացել ենք տեղ քաղաքից դուրս նստած ենք
ասում եմ արևային դրել եք, ասում եմ ոչ չենք դրել, փորձել ենք։ Ես Ital Solar-ն։ Ասում եմ, բա որտեղից եք։ Որտեղից եք։ Ասում եմ Ital Solar, ասում գոհ եք այդ կամպանիայից։ Ու չգիտեն ով է։ Հա, ասում եմ, մի հատ ատմոսֆերով է, մարդեր, մի հատ ջայլ տղա եկան, իրանց ֆորմեկով դրին արել։ Ես գոհ եմ ախպեր, էլի արի, բան ինձ ցույց է տալի երախսով։ Նայ, ասում եմ, մոնիթորինգը սենց է աշխատում, նայ, ես մարդուն ասում, ես ինֆորմացիաներ որտուց այսքան ինֆո, հիմա ռեկլամ չլինի, բայց սա ինֆոն մարդու մոտ իստալ էին արել արդեն։ Հա, նորմալ։ Մարդը full արդեն տիրապետում էր ինչ արևայինը, հետ գնում է եփա լինելու, ամեն ինչ երթականությամբ։ Մենք շատ դեպքեր ենք ունեցել, որ օբյեկտիվորեն սխալ ենք եղել եւ միշտ բոլոր դեպքերում երբեք միտում չի եղել այդ մարդկանց նեղացնենք, չնայած եւ որ շատ խորանանք զուտ իրավաբանորեն, պայմանագրով եւ այլն, ես միշտ ասում եի, դե արու մենք պայմանագրով ճիշտ ենք, ինչ ուզում ա թող անի, ինքն էլ ասում է, ահա, բա վետո, բա մարդկայինով, բա հետագայում եւ այլն, ու ես էլ էի կողմ դրան, ես հիմա եմ կողմ, որ պետքա տենց առաջնորդվել էլի, եթե նույնիսկ դու կարաս այդ մարդու խնդիրը մերժես, այդ պահին լավ է, ինչ որ մի ծախս չես ավելի ձեռն է։ բայց երկարատև դա չի աշխատել։ Նաև գովազդ է դա, քո համար ուղիղ գովազդ է։ Շատ անկեղծ խոստովանություն եմ ուզում անեմ, երբ որ ինձ ընկերներս ասում են, գիտեք, նենց էս այդ Ital Solar-ը ներկայացնում, որ պապայիդ մամայիդ կամպանիան։ Ասում եմ, մորքուրի աղջիկն է։ Բայց ամենայն ազնվությամբ դուք ունեք Ջուլիա, որի համար ես խենթանում եմ ձեր մարքեթինգային։ Մենք էլ ենք խենթանում։ Ու Ջուլիան իմ ընկերուհին չի եղել, այսինքն արդեն դարել է։ Ջուլիային ես մարդկային առումով, երբ որ դու մարդու որակներով հիանում ես, դու ուզում ես ամեն ինչ անես, որ այդ մարդուն հանկարծ չհիասթափեցնես։ Առաջինը հենց մարդկային գործոնն է միայն։ Ու հիմա ձեզ հետ զրուցելուց ես հասկանում եմ, որ միևնույնն է, ցանկացած բիզնեսի, ցանկացած հարաբերության ու հաջողության հիմքում դա մարդկային անկեղծ ազնիվ հարաբերություններն են։ Մարդկայինը առաջի տեղն է։ Բայց դուք ֆանտաստիկ թիմ եք ընտրում, որովհետև ինձ թվում է մենք 85 աշխատակից ունենք Նարիկ ջան։ Ոնց եք ընտրում այդ HR-ը ես եմ։ Այո, մարդ չկա, ինքն է։ Չկա HR, ու Ռուբը ամեն օր սպասի։ Սպասի։ Ասում եմ լավ, սպասեք։ Ես մի կոպիտ կա, ինչի միտեղ աշխատում է ժամանակին, ասում էր, անենց լավ պայման եմ ստեղծել, դռնից ճամփին պատուհանից ուզում եմ նես կա։ Հիմա այնքան կուզենք, նախ ճանապարհելու մասին խոսք չկա, աշխատակիցները իրենց շատ լավ են զգում, որտեղ տամպես է։ Այն որ ասում են առողջ մթնոլորտ է մեր մոտ, նայում ես գովազդներով առողջ մթնոլորտ, արիտես որտեղ է։ Կոնկրետ ոնց է արտահայտվում։ Ոնց է արտահայտվում առողջ մթնոլորտը, բանը։ Ես մի քանի դեպքեր չի, էլի, բնական է։ Հեսա Արոնը որ ասում է դա առողջ մտնող մի քանի դրվագ շատ դա հետաքրքիր է։ Ուրեմն բնակարան ենք ուզում գնենք անցած տարի եկամտահարկի վերջի այդ տարիներ, որոնց հասցրեց դիմեց եւ այլ։ Դե Արոն միշտ տենց ենք շուտ պտտում ա նայում ա ինչ առաջարկներ կա մյուս բան, գալիս է ինձ ավարակում, ասում ա այ այստեղ կարանք sense տուն առնենք, եկամտահարկ ունենք, ափսոսա կորելու է, գնանք օգտվենք այդ ծրագրից, բան։ Դե ես էլի նստած իմ հաշվարկների մեջ իմ բանով ոնց որ տեղ չլինի։ Գալիս է հանում ա, ասում ա վեր կաց, մի հատ դուրս արի, գնում ենք, այսինչ տեղը, այսինչ գործով արեցինք, իմ հարցն էլ լուծեցինք։ Կանչում ա փոխտնօրենին, Գևորգյան Արային։ Ասում ա տղա ջան, գնա շուտ արա, օգտվի, ասում ա այս տարի։ Սաղ աշխատողները ամոթ չլինի, մի 20 հոգի հիմա մարդ ունենք եւ ավել։ Սաղին վարկի տակ ա մցրել, գնա տուն առ, կանչում աշխատոցա։ Դու երազանք չունես, ասում ա, ինչ ես ուզում, ասում ա։ Ասում ա մեքենա եմ ուզում բարել։ Ցավենա որ գնա արա այդ երազանքը։ Սաղից բրթում ա առաջ, որ մարդիկ Հիմա այնպես ասիկ ես էլ եմ ուզում ձեր գրասենյակում կամ լավ տուն կա կարող։ Լավ տուն կա, բայց եկամտահարկել չի գործում, բայց բան կանենք։ Այ հիմա կա 84 աշխատակից, բայց երբ որ դուք երկուսով, ես տեսա այն նկարը, որտեղ դուք ձեր օֆիսում չի ասացի ցույց տվեցինք նստած էիք, ոչ մեկ չկար, դուք երկուսով եք։ Այ երբ որ դուք դուրս եք գալիս, ձեր ընկերներից առաջարկեցիք, որ ձեզ միանա։ Այո, մենք ունեցել ենք
սկզբնական 4-5 չենք առաջարկել, թող ասի ազնիվ։ Առաջին չեմ առաջարկել։ Մենք գալիս ենք ձեր հետ, այսօր եք գնում, բա։ Առանց մեզ։ Ասենք դե որտեվ պատասխանատու է։ Արջան, այդ մարդկանց ասենք հաստատ եկեք, ու հետո մի բան չլներ, իրանք էլ լավ կայուն եկամուտ ունեն։ Որ շատ բանով, սենց իրանք չէ, մենք գալիս ենք ոչինչ։ Հիմա էլի ասեն դեպք լինելու, գաղտնիքներ մի երկու բացեն, որ կտուրի վերանորոգման ծրագիր ունենք։ Ես կարող եմ վստահ ասեմ, որ Հայաստանում միակ ընկերությունն ենք լինելու, որ կտուրներ ենք վերանորոգելու։ Որոշել է Հայաստանի սաղ կտուրները սարքի։ Շնորհակալ եմ։ Մասնավորապես այդ կղմինդերները, այդ շիֆերի հետ է էլի են։ շատ թունավոր է, շատ լուրջ։ Իրոք վնաս։ Դոկումենտալ կարամ ապացուցեմ, որ շատ թունավ, ահա որ։ Ու այդ կտուրները Հայաստանի Հանրապետություն շատ են։ Մասնավորապես Երևանից դուրս, չեմ Երևանում մենակ խնդրեմ նայ այն շիֆերը։ Դե օրինակ եմ բերում, որովհետև մեր Երևանից դուրս շատ կա այդպես խնդիր ու մարդիկ հնարավորություն են ունենալու on-line օրինակ ուսանողը 25000 դրամ ամսեկան կամ 10000, 18000 կամ 35000 կախված է քառակուսի մետրից, նաև կախված է ինչ ձևի կտուր ա ուզում։ Ինքը կարա այդ նույն ուսանողը կամ մի մարդ, որ տունը անպայման չի հայրը լինի, որ ամենամեծ գումարն ա բերում, այլ ինքը իր ուժերով, իր պասպորտով, իր հարցում անեն, եթե նորմալ պատմություն ունենա, ինքը փոխի իր կտուրը հիմնովին ու գան մեր ընկերությունից ամբողջությամբ փոխեն իրանց վերանորոգում անեն, եւ որակյալ անեն եւ տան երաշխիք դրա համար անպայման եւ վստահ լինեն, որ թող լինի անունը չհնչեցնեմ, բայց Baital Solar լինի։ Հիմա ասածը Ջուլիան, որ հեսա կմիանա այդ process-ի մեջ, ես վստահ եմ, որ այդ շատ մեծ բում է անելու այսօր շուկայում, որտեղ մենք մենակ չենք online մնալու արևայինի մեջ, online-վելու ենք ու նաև ինչ որ թեթև շինարարական ուղղություն ենք բռնել, էլի վախենալու է, ինքը էլի գոռալու է, ասելու է, «Էս ինչա, բան», հետո Գևորգյանն է գալու։ Ես էլ իր ասացի պես այն օրը լավ կենաց ասեց Հայկը, չէ, ասեց Հակոբյան։ Բենզին տուր, մենք կգնանք, ասեց, ասի դե ինչքան տամ աշխարհի բենզինը տվել եմ, գնացեք։ Միշտ Ռուբա ասում է, ինքը բենզինն է։ ասում է, «Իսկան աշխատող ունենք, եթե մենք պետք է անենք», ասում եմ, հա, մենք պետք է անենք։ Եթե դու այդտեղ ես, դա պրոստը տակ չի, որ դու տեղ ես նստած։ Ռասը տեղ ես, արա։ Ռասը տեղ ես, ուրեմն արա, դա քոնն է։ Ինչ անպայման չի, այն աշխատողը չի տեսե, դու արա, բայց գնա ասա այն աշխատողին, ախպեր, ես ինչ ես անում, դու ես զբաղվի այդ գործով։ Շատ հաճախ օրինակ այդ կներես, այդ ամենակարևոր պահն է այդ բիզնեսի մեջ։ Այդ սրտացավության պակասը, երբ դա քոնն է, նվիրման զատելու աշխատանքը ես չանեմ, վայ ես իմ գործը չի, ոնց քո գործը չի։ Մեր մոտ տենց չի, որովհետև այդ Արոյի ասած այդ մթնոլորտը որ կա, մենք իրոք եւ ուրախանում ենք եւ հպարտանում ենք, որ մեր աշխատողները գնալով մենք շատ շատանում են եւ իրոք սկսում են էլ ավելի բարեկեցիկ եւ լավ ապրել եւ մեզ դա հաճույք է պատճառում, որովհետեւ դա ոչ թե միայն էմոցիոնալ բան է, դա նաև մի փոքր պրագմատիկ բան է։ Եթե քո աշխատողը տեսնում է, որ ինքը այդտեղ զարգանում է, ինքը այդտեղ առաջ է գնում, իր ֆինանսական վիճակն է փոխվում, բնակարան է ձեռք բերում, լավ մեքենա է ձեռք բերում, լինելով միջին օղակի մենեջեր կամ նույնիսկ վաճառքի մասնագետ եւ այլ, ինքը շատ բաներ է կարող անում, իրան այդ մոտիվացիա է այդ աշխատողի համար։ Իսկ ներողություն, դուք այդ վաճառքը սովորեցնում եք, կա բանալի, կան ինչ որ գաղտնիքներ այդ վաճառքի մեջ, թե դա ի վերուս տաղանդը, որը Արան տեսնում է այդ մարդու մեջ ընդունում է կամ չի տեսնում։ Ավելի շատ տենց, այո, ավելի շատ տենց, որ թիմը իրոք նենց է ստացվել, որ նաև Արոյի այդ սուրաճկի շնորհիվ ինքը սկզբից 10 րոպե խոսում է մարդը, તો ասում է կլինի իր մոտ կստացվի, թե չի ստացվի, որտեվ բաներ կա, որ մենակ սովորացնելով չես կարա։ Կայանը սենց, հա, Արա իսկ վաճառքը խորամանկություն է պահանջում, թե ազնվություն, թե անկեղծություն։ Խորամանկություն պահանջում։ Անպայման։ Վաճառք չկա, որ խորամանկություն չի։ Այո, այո։ Այդ թող ինձ ոչ մեկ չգա իր տրեյնինգով չասի, որ խորամանկություն չկա։ Հա, անկեղծ պիտի լինես։ Բայց նաև անկեղծություն է, չէ՞, պահանջում։ Միջև վերջ 100%։ Անկեղծ պետք է լինես։ Բայց եթե դու հաճախորդի հետ ինչ որ
աստիճանի չմաքրես իր ուղեղը, որ ինքը իրական լավ բան է ուզում։ Հա, որտեվ Դու իրականություն գիտես։ հենց այդ այն շատ լավ բան է, բայց բարիերներ հələ դու տես կարող է մարդը մտնի, հիմա օրինակ եթերում ենք, չէ՞, հիմա կոմենտում ասենք գրի։ Դե լավ էլի խափեություն է, ասենք կարա գրի, չէ՞, դե մորքուր է, ասենք գրում է, ինքը տունը նստած գրում է։ Ու այտենց կարա գրի խափեություն է, ասենք չունենք ասածը պես Ջուլիան խոսում մի կոմենտ չի ջնջում, գրում խոսում է։ Մարդը պետք է հասկանա ինչա։ Այն որ լյուբոյ ես մենակ արևայինից չեմ խոսում, այն որ լյուբոյ sales manager ինքը պետք է իր մեջ այդ խորամանկությունն ունենա, ինքը պետք է շատ action-ի տակ ու ակտիվ ու խորամանկել պետք է լինի, այո։ Բա այդ գործը այտենց է ձևավորվում։ Ճկունությունն է պահանջում ավելի ճիշտ ճկունություն է պահանջում։ Թող լինի անունը խորամանկություն։ Չէ, ճկունություն։ Խորամանկը բացասական։ Թող լինի ճկունություն։ Բիզնեսը ինքն իրենով մեծ ռիսկեր է ենթադրում։ Այո։ Մենք հիմա խոսում ենք այն հաջողությունից, երազանքից, որ ստացվել է ձեզ մոտ, բայց ես գիտեմ, որ լինում են, չէ՞, ճգնաժամային պահեր, հուսահատական պահեր, այն որ քեզ թվում է ոչ մի բան չի ստացվի, ոչ մի լույս չի երևում։ Փրտես քեզ արակա։ Ես անկեղծ ասեմ, արա, երբ որ ես ինքս փորձում էի մեր հաղորդման համար առաջին գործընկերներին գտնել, ու դա չէր ստացվում, ես քիչ էր մնում զայնով լավ լինեի, որովհետև հուսահատությունից մի քայլ էր մնում, բայց մեկ էլ այդ պահին լույս բացվում է, լույս բացվում։ Այ ձեզ մոտ եղել է այդ հուսահատության պահերը։ Այդ ժամանակ, հա, ամեն բիզնեսի մեջ լինում է, вообще երբ որ այդ ռիսկերը կրում ես, հենց հիմա կրում է ինքը շարունակում ենք կրել։ Այդ շատ մեծ ռիսկեր է, բայց այդ ռիսկերից երբ որ վախենում ես, չի գնում ոչ մի բան առաջ։ Փորձը ցույց է տալիս, որ չես կարա ռիսկ չկրես ու տենց մեծ հաջողություն ունես։ Տենց չի լինում։ Երբ որ բիզնեսը սկսում է օրինակ լինում է բիզնեսը հաջողում է, բայց չեն կամ պահեն։ Այո։ Բիզնեսի չեն կարողանում պահեն, նաև այդ որ վազում են բիզնեսը սկսում է իրանց կուլ տալ իրանց հետևից, պետք է մի պահ կանգնեն ու չվազեն ու կռվեն։ Այդ մարտի դաշտ է, դի չփախնես, պետք է կռվես։ Իչե վերջ կռվես։ Եթե դու մտել ես արդեն դու այդ դաշտը, ուրեմն պատրաստ եղի կռվի, մի փախի։ Եթե դու կպել ես, գնացել ես առաջ այդ խաղին մասնակցել ես, ուրեմն պարտավոր եղի մինչև վերջ կռվես։ Ու ժամանակի ընթացքում, երբ հասկանում ես, որ ռիսկերը մեծ է, պարտավորությունդ բարձրանում է, հետո պատասխանում ես, տեսնում ես 80 աշխատող ունես, այսօր շատ մարդկանց համար 80 աշխատողը կարա քիչ թիվ խնդալու թիվ է, բայց 80-ը ելա 2, հետո 5, հետո 10, 80-ը իրանց համար թիվ չի լի, այսինքն մենք գործընկերներ ունենք, լավ ընկերներ ունեմ ես, 400 աշխատող, 800 աշխատող, 400 աշխատող ունի, նայում եմ, ասում ընկեր դու նորմալ ես հիմա, հասկանամ էլ ես մարդու մոտ, որ գա 400-ը հետս ինչ ապրես, այսպես ինչ ասում, ասում որ գա 400-ը հետս ինչ է լինելու, ինքը միտում ունի, որ 400 ունենալու, ինքը չի ասում, որ բա որ 80 չլինի, այսինքն ինքը աճման տեմպն է ասում, այդ տեմպի ժամանակ կանգնել չկա, այդ մարդի դաշտն է, վсё, պետք է աշխատես մինչև վերջ, պետք է կռվես մինչև վերջ, որովհետև մենք ներդրում ենք Բերե Հայաստան, մենք հպարտ ենք դրանով շատ եւ մեր երկրում մենք պետք է շատ լավ բարիկներ ստեղծենք։ Մենք միջև վերջ։ Եթե չեմ սխալվում, դուք խոշոր հարկատուներից մեկն եք։ Այո։ 520 քանիսն ենք ես երամսյակ մտել։ Այդքան էլ, բայց չէ, ցուցանիշը դրա մեջ չի, մարդու մեջ է։ Այո։ Որ մարդու Ռուբը միշտ ասում է գումարը դնենք գիտելիքի մեջ։ Ռուբը միշտ այդ ասում է, որ մարդու վրա պետք է այդ բառը ասեմ ստավկեն, հա, սաղ ստավկեն, որ մարդու վրա ես անում, ինքը չի կարա ռեզուլտատ չտա, բացառվում է, հնարավոր չի։ Գաղտնիքը նաև մեր, օրինակ մեր մոտ չի եղել դեպք, եթե հիշեմ, չի եղել դեպք, որ մեկը դուրս ծեցի, ասի իմ աշխատավարձը դու չես բարձրացրել։ Հա, ճիշտ է։ Բացի դրանից, չի ասել ինքը, որ մենք բարձրացնենք։
Դրան չի հասել։ Դուք ինքներդ եք։ Մենք նախաձեռնում, այո։ Որտե մարդ միշտ ուզում է գնահատված լինի ու լսելի լինի։ Դրա համար պետք է քեզ վերաբերվես, իրանց քեզ վերաբերմունքն էլ պետք է անենց լինի, որ դու քեզ հարգես գիշերը քնելուց լավ զգաս քեզ, որ մարդու հետ երկար ճանապարհ ես անցել, այդ աշխատակիցը ինքը 1, 2, 3 տարի քո հետ աշխատում է։ Դու իրան ամեն օր տեսնում ես, ոնց կաս այդ աշխատողին, անունը դնենք աշխատող, ես էլ եմ աշխատող ինքն էլ։ Հա, ինքը իր մեջ մտածես, ես ինչ որ բանի չեմ հասնելու, ես բոլորին միշտ ասել եմ։ Դուրս արի, գնա քոնը ստեղծի, գնա բիզնես դիր։ Մենք քո կողքը կանգնած ենք։ Լուրջ, լրիվ լուրջ։ Հիմա էլ ասում եմ բոլորի առջև կամերաների առջև։ Եթե մարդը ուզում է ռիսկ կրի եւ լավ ապրի, ռիսկ կրելը ախր այդքան էլ հարաբերական է, քիչ գիտես։ Այն որ ասում են լավ ես ապրում, որովհետեւ էլի գնում են գումարի վրա, չէ՞, ասում են գումարը շատ է, ուրեմն լավ ապրում։ Ախր հոգսերդ այնքան է մեծանում, մեկ-մեկ sense, չգիտեմ, մարդը sense գլուխը sense այսքան է դառնում։ Ասում ես լավ, ինձ պետք է, որում ասում եմ մեկ-մեկ րոպենը։ Ասում ես ինչ արիր։ Ասում ես ինչ արիր։ Դերասում մեր անգից մի վաճառք մենք։ Իրոք տենց է։ Փողը ինչքան շատանում, այնքան ցանկությունները մեծանում են։ Մեծ փողը մեծ խնդիրներ, այո։ Իսկ օրինակ ձեզ ի՞նչն է հաճիկ պատճառում, ինչի վրա եք սիրում դրան պատնել։ Մենք մեր գումարները չենք էլ այստեղ այնտեղ sense ցակուցերիվ կարողանում տանք, որտեղ բանը դրան չի հասնում։ Բիզնեսի մեջ է, ինքը անընդհատ պետք է մեծանա, ձնագնդիկի էֆեկտը ունի, հետո նոր բան, տես ասում եմ նոր ծրագիր կա, կտորների վերանորոգում, նոր գումար է պետք է, այդ գումարը դու կարաս գնաս վայելես, սաղ աշխարհով ման գաս, ինք իր ընտանիքի հետ, ես իմ ընտանիքներ, sense սաղովի հավաքվենք, գնանք ման գա, հասկացանք, 1, 2, 3, բայց այն բիզնես է, դու եթե սիրում ես այդ ռիսկը, սիրում ես գնաս առաջ այնքան մինչև դու չկանգնես։ Եթե դու գիտես որտեղ պետք է գնաս կանգնես, դու բիզնեսի հետ կապ չունես։ Կարող ես չսկսես։ Հա, եթե դեռ չկա կանգառ, որ գնաս կանգնես, սպասես։ Այս կանգառն է, այս կանգառն չկա, որ գաս կանգառը կանգնես, սպասես քո բիզնեսը գա լստես։ Տենց ո՞նց։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, օրինակ մեր օրերում կնոջը ի՞նչն է զարդարում։ Ուշադրությունը։ Համեստությունը, ուշադրությունը, անկեղծությունը, պարզությունը, այդ են արժեքներն են, որ ոնց որ թե մի քիչ կորում են գնալով, բայց ես դա եմ գնահատում ամեն առհասարակ ես ասում։ Առհասարակ ու հիմա արդեն անձնական հարցեր եմ մի փոքր ուզում ձեզ տալ, որովհետև գիտեմ երկուսդ էլ ամուսնացած եք։ Յուրաքանչյուրիդ կինը անփոխարինելի է, չէ՞, մարդը դառնում, չես իմանում ինչի համար ես իրեն սիրում, բայց միևնույնն է նաև սկզբում երբ որ սիրահարվում ես, գիտես ինչն էր, որ քեզ ոգեշնչեց ու հասկացար, որ ինքն է իմ միակը։ Ինչն էր որ տեսար կնոջը դու հասկացար, որ նախ ինքը քո կինը պիտի լինի ու հետո ինքը տարբեր էր բոլորից ու քոններ։ Ինքը կարդացած էր, սովորած եւ այլն, իր այդ շփումից միանգամից տարբերություն զգացի, որ սովորական բաներից չենք խոսում, էլի ինչ որ գիրք գրականություն եւ այլ, ու ես սկսեցի ոնց որ ձգտել այդտեղ, ավելի շատ տեսա, որ ես պիտի գնամ այդտեղ, չնայած ես է պակասը չէի, բայց ամեն դեպքում զգացի, որ ուժեղ մարդ է, պետքա հավասարվել գոնե, համապատասխանել ու թե ծնգա այդ խաղի մեջ, խնդրեմ, 2 երեխա, Արա իսկ ձեզ մեր մոտ էլ սենց իր ասած փնջերից, բայց մեր ընկերությունն ա եղել, ընկերություն ենք արել։ Ես բանակից նոր եի եկել, ծառայության էի գնացել, ծառայությունից հետո ընկերություն ենք արել, ծանոթացել ենք, միջև այսօր ընկերություն ենք անում։ Լրիվ full։ Իսկ սկզբից ուղղակի ընկերություն էր, թե այդ համակրանքը կար։ Չէ, համակրանքը կար։ Ես երբեք մարդու հետևից չեմ գնացել, միակ մարդն ա եղել, որ գնացել եմ, ասում եմ՝ «Մի րոպե կանգնի էլի», ասում եմ՝ «Մարդ գնա, ինչ եք ուզում»։ Բայց ստացվեց ու շատ դժվար էր, որտեղ երկրից գնում էի, գալիս էի սկզբնական շրջանում, նոր էինք ծանոթացել, բայց մենք էլ ունենք երկու լավ տղա։ Ես շատ շնորհակալ եմ իմ կնոջը, որովհետև ինքը շատ ծանր, 2 տղեկին դժվար է դաստիարակել։ Ինքն է փոքր է։ Այտենց, հիմա ժամանակի ընթացքում քիչ ես տեսնում արդեն։
ժամանակը չի ներ։ Բայց ամուր ընտանիքի հիմքը ի՞նչն է այսօր։ Փոխվստահություն, իրար լսելու ունակություն եւ շատ սեր։ Իսկ թվում է։ Հա, միանշանակ, այդ ամեն ինչը եթե չկա, չի ստացվի ոչ մի բան։ Թե մարդիկ իրար չհարգեն, չզիջեն։ Դե հասկանաս, որ դա քո էտա, քոնը էտա։ Սրտի տանիքներում է, հա, սրտի մեջ պիտի լինես ու հասկանաս, որ երբեմն դու պետք է զիջես, երբեմն պիտի եւ այլն, որ սա ճիշտ լինի, որտեվ շատ մեծ պատասխանատվություն է, էլի, այդ ընտանիք ասելով, սեր գոռալով չի։ Այդ երեխեքը պիտի վաղը միսօր մարդ դառնան, հազարատ հարց կա, այդ շատ պատասխանատու բան է, այդպես պրոստը, հա, կարակ շատ ուժեղ սիրեք իրար, բա հետո, հա, այդ ընտանիքը պիտի այդ երեխեն պիտի վաղը միսօր հպարտ լինի, որ ինքը համ քո երեխեն է ու ամուր կանգնած լինի այս երկրում։ Ու դրա համար շատ բաներ է պետք անել։ Էդ էլ է բիզնեսի պես, էդ էլ է ռիսկ։ Հա, իհարկե ռիսկ է։ Ռիսկ է, ամուսնությունը ռիսկ է։ Յուրաքանչյուրս, որպես անհատվոր ձևավորվում ենք, մեր ծնողներից կամ մի հատ խորհուրդ կամ խոսք կամ իրավիճակ, որտեղ ինքը մեզ խորհուրդ է տալիս, ու դա մենք երբեք չենք մոռանում, դա ուղեկից է դառնում մեր ամբողջ կյանքի ճանապարհի ընթացքում։ Այ ձեր ծնողներից ինչ խորհուրդներ եք լսել, որոնք որ եւ ձեր մարդկային տեսակի կայացման մեջ շատ կարեւոր են եղել ու հիմա դուք դա ուզում եք փոխանցեք ձեր երեխաներին։ Բարդ հարց է տալի։ Պապաս միշտ ասում զզվում եմ գոռոզ մարդկանցից, ասում շատ գոռոզ է։ Երբ որ գոռոզություն չի ունենում մարդ, ինձ թվում է արդեն լավ մարդ է։ Որ ուշադրություն դարձնեք մեր հասարակության մեջ, գոռոզ մարդը չի կարա լավ, գոռոզ են, ոնց են ասում, Գոռոզ մեծամիտ մարդը շատն է։ Չի կարա լինի լավ մարդ, ոնց կարա լինի մեծամիտ մարդը լավ մարդ։ Այո։ Սենց Վերևից նայես ոնց են քայլում, նայում ես 25-30 տարեկան տղա ասում ես ստողում ինչ ա եղել, խի ասենց։ Հա, ինչ ես դες ոգևորվել։ Ինչ ես դու արել որ մի հատ։ Հանգիստ մի քիչ թեթև ապրի, հա։ Մեր մոտ խնդիրներ կան իհարկե, բայց ամեն մարդ իր այդ մեջի գոռոզությունը հանի։ Գոռոզությունը լավ բան չի, գոռոզությունը չարից է։ Դրա համար պետքա նախ մարդ մնաս էլի։ Ռուբեն Ինձ թվում է ավելի շատ մեծանալուց տղեն, որ շփվում է թե ծնողն է, թե մասնավորապես հոր հետ, տեսնում է իր հոր կերպարը, ընդհանուր հետո արդեն 16, 18, 20 տարեկանում հասկանում է ինչ միջավայրում է, ինչ մթնոլորտ է, ով է կողքից ոնց վերաբերվում քո նույն հորը, ինչ մարդկանց հետ է ինքը շփվում եւ այլ, եւ դա ինչ որ առումով գենետիկ քեզ էլ է անցնում դա, էլի։ Շատ ճիշտ բան ասես։ Գենետիկայի այդ կոդը մեջն է։ Գալիս է ծնողից հետ փոխանցվում է, դու չես կարա զորով չի 180 աստիճան տարբեր լինես, էլի։ Ինձ անդադ որ հարազատներս նայում են, ասում են ոնց հերետ լնես, թե այդ ասել խոսալու ձևով, թե չգիտեմ ամեն ինչով, այդ ստանում ես, դա կամ կա կամ չկա։ Իհարկե դու կարաս մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ պահես, բայց եթե դու ունես այդ գենետիկ եկած լավ գեները, դա ամենակարևորն է, դա էլի։ Ծնվել լավ ընտանիքում, առողջ մթնոլորտում, այդ ամենակարևորն է։ Իսկ հիմա մենք վայելելու ենք Պրոշյանի գինու կոնյակի գործարանի կողմից ստեղծված ֆրունզիկ գինիները, կարմիր տեսակ, այսինքն ֆրունզիկի, որը որ ես շատ եմ սիրում, ինձ թվում է ձեզ էլ պիտի որ դուր գա։ Կփորձեք ձեր կարծիքը ասեք։ Լավն է, շատ լավ։ Հաճելի է, չէ՞։ Այո։ Մեղմ թեթև։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Ազատությունը բացարձակ արժեք։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Երկուսը էլ Սրտով 100% սրտով։ Դուք զույգեր չեք, բայց իրար նման եք պատասխանը։ Չէ, սրտով ոնց։ Մարդկային մեծագույն արժեքը։ Բլիցա։ Բլիցա, բայ։ Արագ պետք է ասենք։
Դե ֆրունզիկ գինին արփեցնում է մարդել մորան մավակի պատասխան։ Բա ախր չի ուզում ես խալասի։ Արժեք չէ, սխալի հարց չի։ Չեմ խաղում սա։ Մի քանի կարևորագույն արժեքներ կա, առանց որի չի լինի։ Ես ինչ։ Երեքը թվենք։ Պարկեշտություն, կամեցողություն, Ազնվություն։ շատ կա, չի կարա մարդը անազնիվ լինի, բայց պարկեշտ լինի, չի կարա եւ այլն, էլի, ասես սրտացավ լինի, բայց սաղին խափի։ Դա չի լինում։ Պետք է որակ հատկանիշների համախումբ լինի իրար հետ, որ մարդը լինի, լավ փնջի մի հատ առանձնացնելը տենց։ Ինչն է, որ երբեք չեք ներում։ Դավաճանությունը։ Այո։ Էլ հետ ճանապարհ չհետարցի։ Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի։ Չհանձնվելը։ Հա, մարտնչելը, կռվելը, չհանձնվելը։ Աստծո որ հանդիպեք ինչ կասեք։ Շնորհակալություն։ Ես շատ ուրախանում։ Այո։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, որ դուք այսպեսին եք, որ դուք մոտիվացիայի աղբյուր եք հանդիսանում ոչ միայն ինձ համար, այլ վստահ եմ այն մարդկանց համար, ովքեր որ մեզ դիտեցին ու դիտելու են։ Մեր օրերում Հայաստանում դա շատ կարևոր է ու դրա պակասը մենք շատ ունենք։ Ես ուզում եմ, որ մարդկային որակները ձեր երբեք չփոխվեն, համոզված եմ, որ չեն փոխվի, որովհետև ես մեծագույն բավականություն ու հաճույք ստացա ու ինչ որ չափով արդեն ինձ ձեր ընկերն եմ համարում։ Շնորհակալ եմ։ Ինչ էլ փոխադարձ։ Իսկ հիմա կգորեք ինձ հետ ստանիքից։ Ստվից։ Տիրա հետ։ Այնքան հաճելի է։ Հարևանները չեն գա։ Կուտակված ջղայնություն, ջրտխուր էմոցիաներ։ Այնքան եմ գոռում, ախր խաղը գոռում են, այնքան եմ գոռում։ Հիմա հաճույք կհասկանաք այստեղ։ Հաղորդման գործընկերն է Ital Solar ընկերությունը իր որակյալ արևային համակարգով։ Հաղորդման գործընկերն է Amio Bank-ը։ Amio Bank, ամպի չափ հնարավորություններ։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը։ Սրտի տանիքներով։ Musa Production